Ladies and gentlemen, welcome to the event of the evening. In the red corner, we have the football analyst with sharp insights and expert analysis, Edward Kalantarian. And in the blue corner, please welcome the brilliant and passionate football expert, Armen Karamyan. Ինչպես կարելի է գնահատել տարին Հայաստանի ֆուտբոլի հավաքականի համար։ Կա արդյոք նախադրյալ, որ մոտ ապագայում կկարողանանք լուրջ խնդիրներ լուծել։ Ողջույն, Սպորտ ռինգն առաջին ալիքի եթերում է վերջին անգամ եւ այն այսօր մի փոքր փոփոխված ձևաչափով է, մենք չենք վիճաբանելու տարբեր հարցերի շուրջ, մենք պարզապես ամփոփելու ենք 2025 թվականը։ Ընտրել ենք 3 հիմնական թեմաներ հայկական ֆուտբոլի եւ սկսում ենք Հայաստանի ազգային հավաքականից, որը 2025-ը կարող է ձախողած համարել։ Ընդամենը 1 հաղթանակ ամբողջ տարվա ընթացքում վատ սկսվեց տարին Վրաստանից գրած խոշոր հաշվով պարտությամբ, վատ էլ ավարտվեց Պորտուգալիայից գրած գերխոշոր հաշվով պարտությամբ։ Փորձենք հասկանալ արդյոք այս ընթացքում եղան նաեւ դրական կողմեր Հայաստանի հավաքականի ելույթում։ Ողջույն Արմեն։ Ողջույն Էդվարդ։ Արդյունքի մասին երևի շատ բան չկա ասելու, իսկապես վատ էր։ Քննարկել ենք բոլոր խաղերը։ Այո, քննարկել ենք բոլոր խաղերից հետո, ինչ դրական եզրեր կարող ես տեսնել Հայաստանի հավաքականի ելույթում, եթե չհաշվենք որոշ խաղերում որոշ հաջողված հատվածներ։ Կարծում եմ շատ հետ գնալու իմաստ չկա, որովհետև տարին սկսեցինք այլ մարշի գլխավորությամբ եւ ավարտում ենք այլ մարշի ղեկավարությամբ։ Պետք է կարծում եմ վերցնենք աշտանային հատվածը, որովհետև թե գարնանային եւ թե ամառային հատվածը ցախողված էր, չնայած ընկերականի ամառվա հանդիպումները, բայց հիմնականում խաղում էինք նույն ֆուտբոլիստներով եւ ցավալի պարտություն շատ Կոսովոյից նույնիսկ ընկերական խաղերից մեկում մենք խոշոր հաշվով պարտություն կրեցինք եւ այն էլ Կոսովոյի հավաքակ։ Չնայած Կոսովոն հիմա ուժեղացել է, կարծում եմ այս բան մեզնից ներուժով չէ, բայց խաղով ավելի լավն է։ Երևի թե պաշտոնային հանդիպումների մասին խոսելիս պետք է ասենք, որ Պորտուգալիայի խաղերը մի կողմ ենք դնում, որովհետև նախ խոսել ենք այդ խաղերի մասին, հետո շատ բան չկա ասելու, որովհետև ուղղակի տոտալ ձախողում էր երկու խաղում։ Չի ասի, որ մի կողմ է պետք դնել ամբողջությամբ, որովհետև մի այսպիսի հետաքրքիր ցուցանիշ եղավ, մենք Պորտուգալիային 2 խաղում պարտվեցինք առանց շանսերի, խոշոր հաշվով, իսկ մեր մրցակիցները կարողացան Հունգարիան եւ Իռլանդիան կարողացան Պորտուգալիայի հետ պայքարել։ Մենք հիմա ասում ենք, որ հաղթեցինք Իռլանդիային եւ կարող էինք հաղթել նաեւ պատասխան խաղում Հունգարիայի հետ խաղերից մեկում մենք լավ արդյունքին մոտ էինք, բայց ինչից է, որ մեր մրցակիցները կարողանում են Պորտուգալիայի հետ հավասարանել, նույնիսկ հաղթել, իսկ մենք այդքան հեռու էինք։ Իրականում ինձ համար չկա տրամաբանություն, այնպես չի որ մենք մի խաղում շատ լավ ենք խաղացել եւ մյուս խաղերը ձախողել են, այդ 4 հանդիպումների մասին է խոսքը եւ հոգեբանական երևի թե խնդրին պետք է տանել, հոգեբանականի կողմ պետք է տանել, այլ պատճառաբանություն դժվար է գտել, չեմ իրականում աշխարհում չկա կարծում եմ հիմա հավաքական, որ կարող է 8-9 գնդակի տարբերությամբ պարտվել, արդեն այնքան են մոտեցել իրար հավաքականները, միգուցե եթե Էրլինգ Հոլանդն է խաղում դաշտում անդադ ուզում է գոլ խփել, միգուցե հնարավոր է նման բան լինի Սան Մարինոյի ու Մալթայի հետ, բայց այնքան են մոտեցել հավաքականները, որ 8 գնդակի տարբերության պատճառները պետք է այդտեղ փնտրել։ Եվ խաղադաշտում փնտրելը այդ երկու դիմակայություններում կարծում եմ անիմաստ է, որովհետև մենք չկարողացանք այդ երկու խաղում ուղղակի ոչինչ անել։ Իսկ հետաքրքիր է, կարծում բոլորին է հետաքրքրում այս հարցը, մինչև երբ ենք ասելու, որ մենք ունենք թոփ հավաքականների հետ խաղերում հոգեբանական խնդիրներ։ 33-34 տարվա պատմությունն է արդեն Հայաստանի հավաքականը, եւ մենք մինչև հիմա ասում ենք, որ Պորտուգալիայի պես թիմերի դեմ մենք հոգեբանորեն չենք կարող տրամադրվել։ Մենք միշտ չենք ասել, մենք նույն Պորտուգալիայի հետ ոչ ոքի ենք խաղացել տանը, չգիտեմ 2015-ին օրինակ 2-3 հաշվով ենք պարտվել, հաղթում ենք 1-0 հետո 1-3 վերադարձանք խաղ, այսինքն այնպես չի որ ու Պորտուգալիան այդ ընտրական փուլից հետո դարձավ Եվրոպայի չեմպիոն։ Ես նկատի ունեմ բոլոր այն խաղերում, որտեղ մենք շատ խոշոր հաշվով ենք պարտվում։ Գցում ենք հոգեբանության վրա։ Գցում ենք հոգեբանության վրա։ Պորտուգալիայի 1-9 Իտալիայի 1-9 եւ Նորվեգիայի 0-9, այսինքն այս խաղերում մենք ասում ենք դե հոգեբանորեն
հիմա այնտեղ Ռոնալդոն է, այնտեղ Հոլանդն է։ Լավ, եթե իրոք կա Նա Իտալիան է։ Եթե պատճառ գտնենք, դե օրինակ մենք Գերմանիային էլ պարտվեցինք խոշոր հաշվով, բայց 70-րդ րոպեի դրությամբ ամեն ինչ հավասար էր։ Երբ հավասարեցինք մեր պատմության մեջ իդեպ երկրորդ անգամ է որ Գերմանիային պարտվենք խոշոր հաշվով, բայց բաց ենք թողնում 70-րդ րոպեից հետո գոլերը։ Սա չգիտեմ, չհավատալ սեփական ուժերին, ընկճվել մեկ երբ դարձավ հաշիվը դրսում, թվում էր, լավ, մենք կարող ենք այս խաղում ինչ որ բանից խուսափել, չեմ ասում բարդությունից խուսափել, բայց վատ արդյունքից խուսափել։ Մեկ սխալ ու վերջ։ Այդ ֆուտբոլիստը հայտնում է հոգեբանական շատ ծանր վիճակում, նրա վրա անդադ ճնշում կա, մրցակիցներն էլ հասկանում ու սկսում են նրա վրա նաև ճնշում գործադրել խաղով։ Ու ստացվում է 1, 2, 3 գոլ ու վերջ, թիմը քանդվել է, մենք չենք կարող վերադառնալ, դա արդեն փաստ է ու ուզում ենք խաղն ավարտել։ Կարծում եմ մեր ֆուտբոլիստների գլխում այդ միտքն արտանում, ինչքան հնարավոր է։ Կարծում ես առումով պետք է թոթափել ուղղակի լարվածությունը թիմի վրայից եւ վերջապես հասկանալ որ շատ հեռու գնացող ծրագրեր պետք չէ դնել ազգային հավաքականի առջև, որ հանկարծ ֆուտբոլիստը չվախենա սխալվել։ Սխալ է, ֆուտբոլ է, ամեն ինչ կարող է լինել, բայց հանկարծ ֆուտբոլիստը չպետք է մտածի, որ եթե հիմա սխալվեցի, հանկարծ ինչ որ մի բան այն չարեցի, ամբողջ ազգը քննարկելու է իմ այդ գործողությունը, ինչպես օրինակ եսի որտեղից հետ փոխանցում կատարեց Սերոբյան։ Դե այո, համաձայն եմ, ուղղակի բառերով հեշտ է այս ամեն ինչը ասել, ֆուտբոլիստները հիմա լսեն կարող են ասել դե ձեր համար հեշտ է, դուք խոսում եք ուղղակի նայում եք եւ խաղից հետո ինչ որ բան եք խոսում, իրականում կա ճշմարտություն այդ ամենի մեջ, բայց մենք այնպիսի ազգ ենք, որ մեկ վատ բան է լինում, սխալ փոխանցում կամ ինքնագոլ, վերջ, ամբողջ ազգը այդ ֆուտբոլիստին դարձնում է հակահերոս, լավ 90%-ը չասեմ ամբողջ ազգը որոշակի վերապահումով։ Եթե մի փոքր լավ բան է անում, դառնում է նա հերոս։ Չեմ ուզում նորից ասել, սրա մասին խոսել ենք Հերի Ավագյանի Ավագյանի, այո։ Պետք չէ այդքան ծայրահեղ լինել, էլի, այդ միջինը կա, ոչինչ սխալվել է մեկ խաղում, ինքն էլ այդ ամեն ինչը կարդում։ Գորմատինյանի հետ էլ Եվրագավաթում նման մի բան եղավ։ Ինքն էլ այդ ամեն ինչը կարդում, տեսնում իր վրա էլ է ճնշում գործադրում, չնայած Արմեն Գյուլբուդարյանցը վերջերս լավ բան ասաց, եթե երիտասարդ ֆուտբոլիստը ճնշվում է, նրան հնարավոր է հունից հանել տրիբունայից կամ հերոստացույցից այս կողմ, թող գնա ուրիշ բանով զբաղվի ուրեմն։ Դրա մեջ էլ տրամաբանություն կա, բայց ամեն դեպքում պետք է այդ միջինը պահել։ Շատ կարճ հասկանանք ինչ է սպասում հաջորդ տարի Հայաստանի հավաքականի Եղիշե Մելիքյանի հետ, երևի ճիշտ էր, ես վստահ եմ, որ ճիշտ էր որոշումը նրան պահելու, որովհետև դա նաև ինչ-որ առումով նախապայման էր, որ հիմա նա պետք է հարմարվի թիմին, թիմը իրեն հարմարեցնի, կարծում ես նորից կդնեն շատ լուրջ խնդիրներ հավաքականի առջև։ Արդեն չգիտեմ, դե ազգային լիգան է առջևում, բնականաբար կդնեն ազգային լիգայի խաղարկությունը։ Ազգային լիգա, որը Եվրոյի համար նաև ընտրական։ Դե այդտեղ պետք է հաղթել, արդեն այլ տարբերակ չկա, չենք կարող ասել C դիվիզիոնում մենք եթե ասենք պետք է լավ խաղ ցույց տանք ու վերջ, մեր նպատակը դա է, ուրեմն էլ ինչի համար ենք այսքան մտածում, քննարկում կամ խոսում։ Պետք է ուղղակի հաղթել ազգային լիգան, փորձել հաղթել լավ։ Թեև հետո կլինի play-off, ավելի բարդ կլինի, բայց ամեն դեպքում, այո, սա երևի այն քիչ դեպքերից է, որ արդյունքը կարևոր է լինելու Հայաստանի հավաքականի։ Դե հուսով եմ այդ փոքրիկ դրական տեղաշարժերը, որ կային Հունգարիայի եւ Իռլանդիայի հետ խաղերում, շարունակական կլինի եւ ինչ որ կայունություն մենք ունենանք, ես չեմ ասում կբարձրանանք շատ, բայց գոնե կայունություն մեզ պետք է, որ այդքան մեծ տատանումներ չլինեն 1-9-0-5, 1-7, չգիտեմ։ Մնում է միայն աջողություն մաղթել մեր հավաքականին եւ անցնենք հաջորդ թեմային։ Ովքեր են անցնող տարվա լավագույն մարզիչներն ու ֆուտբոլիստները։ Կարծիքներ քվեարկության ամփոփումից առաջ։ Տարվա ավարտն է եւ ավանդաբար ընտրում ենք Հայաստանի տարվա լավագույն մարզչին եւ ֆուտբոլիստին։ Ֆուտբոլիստները բնականաբար Հայաստանի ազգային հավաքականի եւ ոչ միայն ազգային հավաքականի, նաեւ ակումբների ներկայացուցիչներն են, հայ ֆուտբոլիստներն են, իսկ Հայաստանի ազգային հավաքականի մարզիչները եւ հայկական թիմերի հայ մարզիչները պայքարում են լավագույն մարզչի կոչման համար։ Այստեղ հայաստանցի կարևորը լինելն է ու Հայաստանի ազգային հավաքականի մարզչի դերն է կարևոր։ Մենք ընտրում ենք լավագույններին, հիմա ես եւ Էդուարդը կխոսենք թե ովքեր են այս տարվա լավագույնները, բայց կարծում եմ վերջին տարիների համեմատ այս տարի գոնե մարզչի պարագայում ամենաբարդ ընտրությունն է։ Իդեպ ոչ միայն մարզչի հարցում, որովհետեւ ֆուտբոլիստի մասով էլ երևի այն բացառիկ տարիներից է, որ Հենրիխ Մխիթարյանը կարող է բացահայտ առավելությամբ չհաղթել, կարող է ընդհանրապես չհաղթել եւ
հիմնավորումներ շատերը կունենան, ինչու Կրասնոդարը դարձել է Ռուսաստանի չեմպիոն։ Դե չգիտեմ, նորից ընդգծեմ ամեն անգամ այս թեմայի շուրջ խոսելիս ասում եմ, որ քանի խաղում է Մխիթարյանը, քանի խաղում է այս Մակարյանը, նա լավագույն հայ ֆուտբոլիստն է եւ ամեն տարի եթե տան արժանի է։ Բայց երբեմն ինչ որ մեկը խլում է լավագույնի տիտղոսը Մխիթարյանից եւ այս տարի հնարավոր է նորից Էդվարդ Սպերցյանը, որովհետեւ Հայաստանի ազգային հավաքականում նա արդեն դարձավ հստակ առաջատար ֆուտբոլիստ, նա արդեն Հայաստանի հավաքականի ավագն է, օգուտ մեր հավաքականին շատ տալիս է, այնքան որքան կարող է համենայն դեպս եւ իր ակումբի հետ հաղթեց շատ բարդ դեպ մրցակցությունում հաղթեց Զենիթին, եթե կհիշես, դու ասում ես, որ Զենիթը կդառնա չեմպիոն, բայց Կրասնոդարը դարձավ Ռուսաստանի չեմպիոն, երևի գլխավոր տեխնացուն այս առումով Սպերցյանն է։ Սպերցյան, հետո Մխիթարյան, որովհետև կարծում եմ ամեն դեպքում այս ցանկում չկա այլ ֆուտբոլիստ, որը շատ մեծ հաջողություն է ունեցել ընթացիկ տարվա ընթացքում։ Չնայած կան ֆուտբոլիստներ, որոնք հատվածաբար տպավորել են, անկեղծ ես ասեմ իմ ցանկը եւ փորձենք ընտրել, դու էլ քոնը ասա եւ փորձենք համաձայնեցնել առանց տեղերի Էդուարդ Սպերցյան, Հենրիխ Մխիթարյան, Էրիկ Փիլոյան եւ Հենրի Ավակյան։ Չորս ֆուտբոլիստի այս 4-ից ես կարծում։ Մեծ հավանականությամբ այո, որովհետև մյուս ֆուտբոլիստները հատվածաբար են լավ։ Երևի ընտրությունը իսկապես շատ մեծ չէ, բայց այդ փոքր ընտրությունից էլ խնդիրներ կարող են առաջանալ, որովհետև չգիտես ում որտեղում Եվ Տիգրան Վասեղյանին կարելի է ներառել նաև։ Կա ֆուտբոլիստ, որը մեր Պրեմիեր լիգայում փայլեց, բայց ազգային հավաքականում շատ քիչ խաղաց, օրինակ Կարեն Ալբանդյանը, այսինքն եթե գումարում ենք ակումբ եւ հավաքական, այստեղ տեխնացուները քիչ են։ Հենրի Ավակյանը վստահաբար պետք է երրյակում լինի, կարծում եմ նա իր կարիերայի լավագույն մրցաշրջանն անցկացրեց, թեև եղան խաղեր, որտեղ չափազանց շատ գոլեր բաց թողեց, բայց դա դարպասապայի մեղարությունը չէ, Ավակյանը իսկապես շատ կտրուկ աճ գրանցեց իր կարիերայում եւ երրյակում կարծում եմ պետք է լինի, իհարկե Սպերցյանի ու Մխիթարյանի հետ այստեղ մրցակցել դժվար կլինի, բայց Մխիթարյան Սպերցյան, որ հերթականությամբ, չգիտեմ, ինչպես ձայները կբաշխեն, բայց իսկ մենք ոնց ենք քվեարկելու։ Բարդ է ասել, իրականում բարդ է ասել, ես Էրիկ Փիլոյանի մասով ասեմ, անկեղծ կուզեի երրյակում դնել, բայց ինչու քառյակում, որովհետև նա հավաքականում է մի քանի լավ խաղ ունեցել, ակումբում էլ է իհարկե լավ խաղ ունեցել, բայց նախ Ուրարտուն շատ լավ մրցաշրջան չի անցկացրել, առաջին հատվածի մասն է խոսքը տարվա երկրորդում ավելի լավն էր, այսինքն Փիլոյանի մոտ այս կտրուկ աճը գրանցվեց երկրորդ հատվածում տարվա ու նաև մարշի ընտրության պարագայում էլ ենք այսպիսի խնդիր ունենալու, որ կես հատվածով պետք է մոտավորապես ընտրություն կատարենք, թե ով է լավագույնը, դրա համար Հենրի Ավակյան ամեն դեպքում հա կարծում եմ երրորդ տեղ։ Փիլոյանը որքան էլ լավ էր խաղում Ուրարտուում, դա շատերը չէին նկատում, այ Իռլանդիայի հետ խաղից հետո նրան ավելի մեծ ուշադրություն սկսեցին դարձնել այն փրկությունից հետո։ Այո, նրան նաև հոգեբանական առումով վերելք տվեց ու հիմա նա բավականին լավն է նաև Ուրարտուի գազբում, ուսանք մյուս տարի կշարունակի այդ տեմպով խաղալ ու կայունությունը ամբողջ տարվա ընթացքում պահպանել ու կարող է հայտնվել։ Եթե անկեղծ շատ ֆուտբոլիստներ այստեղ ցուցակում պարզապես ավելորդ են, հիմա անունները կարծում չարժեք։ Մեկ ֆուտբոլիստը իսկապես որ պարզապես հնարավորություն չունեն դառնալու Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ, բայց տեխնացիաների շարք։ Դե որովհետև ամեն դեպքում խաղում է Գերմանիայի Բունդեսլիգայում։ Չլինել չի կարող։ Ես նայում եմ, ովքեր Հայաստանի հավաքականում մի քանի խաղ գոնե տարվա ընթացքում անցկացրել են, ցուցակում կան, բայց ակնհայտ է, որ նրանք չեն կարող դառնալ լավագույնը։ Եթե համեմատենք նախորդ տարիների ընտրությունների հետ, երբ թույլ էին տալիս նաև լեգիոնականների օգտին քվեարկել, ինչ ես կարծում, որ ձևաչափն է ավելի ճիշտ, ավելի միանշանակ այս ձևաչափը ինձ համար ավելի ընդունելի է, որ կոնկրետ հայ ֆուտբոլիստ ընտրենք, ոչ թե Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ, այլ լավագույն հայ ֆուտբոլիստ տարվա, հա, այսպես կարելի է անվանել մրցանակաբաշխությունը, լեգիոնականների հետ կապված առանձին երևի ինչ-որ ընտրություն կլինի եւ Պրեմիեր լիգան իր մրցանակները տալիս է մրցաշրջանի կտրվածքով, իսկ ֆեդերացիան կազմակերպում է
մարզիչների դեպքում հայաստանցի եւ հայաստանյան ազգային հավաքանի, իսկ ֆուտբոլիստների դեպքում հայ ֆուտբոլիստների քվեարկություն։ Մարզչի մասով այստեղ տեխնացուները ընդամենը 5-ն են՝ Եղիշե Մելիքյան, Վահե Գևորգյան։ Այսինքն ներողություն ամեն դեպքում կանգնեցինք Ավագյան, Սպերցյան, Մխիթարյան այդ երյակի վրա։ Այո, ինչ հերթականությամբ դա որոշեցինք եւ ժամանակը Եղիշե Մելիքյան, Վահե Գևորգյան, Ռոբերտ Արզումանյան, Վարդան Մինասյան եւ Արտակ Օսյան։ Այս 5 մարզիչներից է պետք ընտրել։ Ինչ ես կարծում։ Վարդան Մինասյանը կես տարի է գլխավորել Արարատ Արմենյան, Արտակ Օսյանը կես տարի է գլխավորում է Փյունիկը, Ռոբերտ Արզումանյանը կես տարի է գլխավորում է Ուրարտուն, Վահե Գևորգյանը կես տարի գլխավորել է Վանը, կես տարի Ալաշկերտը, Եղիշե Մելիքյանը կես տարի գլխավորել է Հայաստանի հավաքականը, կես տարի Փյունիկը։ Համադրությամբ Փյունիկի եւ հավաքականի Մելիքյանը կարծում եմ պետք է լինի եռյակում, Վահե Գևորգյանը ես անձամբ կարծում եմ վստահաբար պետք է լինի եռյակում, որովհետեւ թե Վանում, թե Ալաշկերտում ցույց է տալիս իր որակները եւ նրա թիմերը լավ ֆուտբոլ են ամենայն դեպս խաղում, թեև արդյունք որպես այդպեսին առայժմ չկա, հաշվի առնելով նաեւ համեստությունը, հա, բյուջեն եւ այլն հնարավորություն։ Համաձայն եմ այդ տեսանկյունից։ Երկուսի մասով կարծեմ կողմնորոշվեցին, երրորդը Ռոբերտ Արզումանյան, թե Վարդան Մինասյան ամենայն հարգանքով, բայց Արտակ Օսյանը դեռ նոր է սկսել իր ճանապարհը Փյունիկի գլխավոր մարզչի ղեկում, մեկ ասեք Արարատ Արմենյանն էլ Վարդան Մինասյանը կես տարի գլխավորեց, բայց դա մրցաշրջանի վերջներ եւ համառ պայքար էր Նոայի հետ նաեւ Հայաստանի գաղափարի խաղարկությունում ամեն դեպքում ինձ համար Արզումանյան, Գևորգյան, Մելիքյան այս երյակը պետք է լինի։ Ինձ համար Վարդան Մինասյանը նույն տեսանկյուն ունեմ, ինչ Մխիթարյանի պարագայում որպես ֆուտբոլիստ է, այսինքն քանի աշխատում է Վարդան Մինասյանը, լավագույնների մեջ ինձ համար պետք է հայ մարզիչներ լինի, քանի դեռ հակառակը չի ապացուցել վատ արդյունքով, բայց այս պարագայում Ռոբերտ Արզումանյանը հիմա աշխատում է շատ այսպես վերելքի վրա եւ նրա թիմը բավականին լավ արդյունք է ցույց տալիս, շատ հայ ֆուտբոլիստների օգտագործելով լավ ֆուտբոլ եւ այո կարծում եմ երյակում Ռոբերտ Արզումանյանը եւս Մելիքյան, Գևորգյան, Արզումանյան, սա էլ մեր երյակը թե ինչպես արդեն քվեարկելիս կասկած։ Պայմանավորվեցինք եւ անցնենք մեր վերջին թեմային։ Հայկական ֆուտբոլային ակումբների եվրագավաթային ելույթների ամփոփում։ Երբ իրատեսական կլինի Եվրոպա լիգայի կամ Չեմպիոնների լիգայի հիմնական փուլը։ Եվ մեր վերջին թեման հայկական ակումբների ելույթները եվրագավաթներում, բոլոր 3 եվրագավաթում ընդգրկված էին հայկական ակումբներն այս մրցաշրջանում եւ իհարկե ամենահեռուն գնաց Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր Նոան, որը մինչեւ հիմա շարունակում է պայքարը կոնֆերենցիաների լիգայի խաղարկությունը, բայց միայն Նոան չէր, պայքարի մեջ էին նաև Արարատ Արմենիան, Փյունիկը եւ Ուրարտուն, եւ եթե անկեղծ 3-ն էլ չտպավորեցին, թեև սպասելիքներն ավելի շատ էին։ Ուրարտուն հերթական անգամ ձախողեց Եվրագավաթը, բելարուսական Նեմանին բավականին համեստ թիմի պարտվեց։ Փյունիկը խնդիրներ ունեցավ անգամ Սան Մարինոյի ներկայացուցիչի հետ առաջին խաղում։ Արարատ Արմենիան թեև 1 փուլ հաղթահարեց, բայց Պրահայի Սպարտայի հետ 2 խաղում ըստ էության հնարավորություններ չուներ շրջանցելու չեխական գրանդին։ Հիմա ավելի մանրամասն քննարկենք մեր թիմերի ելույթները։ Սկսենք երևի թե Ուրարտուից, որը ամենավատ ելույթներն ունեցավ, բելարուսական Նեմանին 2 խաղում էլ պարտվեց եւ մեծ հաշվով պայքար առաջարկել չկարողացավ եւ այս գլուխկոտրուկը ես չեմ կարողանում հասկանալ երբևէ չի լուծվում։ 1-2 տարի է եղել այս դարի ընթացքում, որ Ուրարտուն Եվրագավաթում լավ է կարողացել խաղալ, բայց հետո նոր էր սկսում Ռոբերտ Արզումանյանը, բայց սովորաբար երբ մարզիչները նոր են սկսում, իրենց այդ հատվածը, սկզբի հատվածը լավն է լինում ու այնպես չի որ։ Իհարկե հետո Նեմանը հասավ Ռայո Վալեկանոյի հետ խաղաց եւ բավականին լավ ֆուտբոլ խաղաց։ Այդ տեսանկյունից ստացվեց, որ Նեմանը պատահական թիմ չէր եւ հին Նեմանը չէր, ժամանակին կար շատ վատ վիճակում գտնվող Նեման, մինչև Գեղամ Ղադիմյանի այնտեղ գնալը, բայց ամեն դեպքում Ուրարտուն վատ ելույթ ունեցավ։ Հետո խաղի տեսանկյունից Ռոբերտ Արզումանյանի առաջին փորձը չէր մարզչական, նա արդեն կարող էր ինչ-որ բաներ եզրակացություններ արած լինել, բայց Ուրարտու վերադառնալուց հետո սկիզբը անհաջող ստացեց, որովհետև սկսեց Եվրագավաթից, ես նույնիսկ հիշում եմ եթերում որքան էի քննադատում Բրունո Միշելին, իսկ հիմա նա առաջնան լավագույն ռմբարկուն է, դե այդ պահին ինչ կար դա էի ասում, որովհետև զարմանում էի պարզապես Արզումանյանի
վրա, որ վստահում է այդ ֆուտբոլիստին, որը պարզապես փոխանցում չէր կատարում ոչ ոքի։ Անընդհատ ուզում էր շրջանցել, չէր ստացվում։ Բայց գիտեր մի բան, Արզումանյանը վստահեց եւ հիմա արդյունք տալիս է բրազիլացին։ Անհատական աշխատանք է այստեղ շատ երկար կատարվել եւ փոխվել է։ Վստահ եմ, եթե այս մրցաշրջանից հետո Արզումանյանը Ուրարտուի հետ գնա որևէ Եվրագավաթ, ավելի ամեն դեպքում վիճակահանությունից շատ բան է կախված։ Բնականաբար, բայց Նեյմանի պես թիմերի հետ օրինակ այդ պատկերը մենք չենք ունենա։ Այո, հարցադրումն էլ մեր այս փուլի այնպեսին է, որ ապագայի մասին կարող ենք խոսել, երբ կգա այն ժամանակաշրջանը, երբ մենք պարբերաբար թիմեր կունենանք արդեն ավելի բարձր կարգի մրցաշարի լիգայի փուլում, այսինքն Եվրոպա լիգայի, ես դեռ չեմ խոսում Չեմպիոնների լիգայի մասին, ավարտենք ակումբների մասով, հետո անցնենք այդ թեման։ Դե հենց այդ թեմայով, Եվրոպա լիգային ամենամոտը Նոան էր, որ Չեմպիոնների լիգայից դուրս մնա։ Չէ, ես այս մրցաշրջանը կասեմ։ Այո, Արարատ Արմենյան 1-11 մետրանց կարծում եմ, եթե ճիշտ եմ հիշում։ Դե Պաշովի վերջին վրիպումը, բայց թիմը հաղթում էր դիմակայությունում 3-1 հաշվով եւ 1 խաղակես էր մնացել։ Դյուդելանժը 2 գոլ խփեց դոլարացու ժամանակ ու 11 մետրանոցներ, մեկ անգամ էլ Ցրվենա Զվեզդային պարտվեց 2020-ին, երբ դրսում կայացավ հայտ հանդիպումը, պատերազմի պատճառով պետք է Երևանում կայանար եւ այնտեղ էլ 1-2 պարտվեց։ Արարատ Արմենյանը այս մրցաշրջանում թեև սկսեց որակարման երկրորդ փուլից կոնֆերենցիոն լիգայի ու հաղթ արեց մրցակցի արգելքը, բայց հետո Սպարտայի հետ ուղղակի տարբերություն ակնհայտ էր եւ շատ առաջ այստեղ Արարատ Արմենյան գնալ չէր կարող, իսկ Փյունիկը դեռ Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ էր խաղում ու նախորդ մրցաշրջանի այդ թափը ակնհայտորեն գցել էր եւ նույնիսկ Սան Մարինոյի ներկայացուցիչին համարձակվեց պարտվել առաջին խաղում, հետո ամեն ինչ ընկավ իր տեղը, բայց կարող էր նաև Դյորին իրականում շրջանցել։ Այո, հունգարական Դյորը ավելի ուժեղ մրցակից էր, բայց այնտեղ պայքար Փյունիկը ավելի լավ մղեց։ Միևնույնն է, այդտեղ էլ հասկացանք, որ երևի առավելագույնն է այս Փյունիկի, համենայն դեպս այդ պահի դրությամբ։ Իսկ Նոան բոլոր 3 Եվրագավաթով անցավ Չեմպիոնների լիգայից սկսեց, տեղափոխվեց Եվրոպա լիգա, հետո այո, Եվրոպա լիգա, որտեղ իդեպ մենք ավելի հեռու գնացող ծրագրեր կարող ենք կազմել։ Չէինք կարող, որովհետև մրցակիցը Բրագան էր ամեն դեպքում, կարծում եմ այնտեղ նկատի ունես, եթե Լինկոլնի արգելքը անցնել, մեծաշուտ շատ բան չփոխվեց։ Կարծում Բրագային միևնույն է կոնֆերենցիոն լիգա գալ։ Միանշանակ չասենք, իհարկե ես գիտեմ, որ նույնիսկ Լինկոլնի հետ խաղից առաջ Բրագայի ներկայացուցիչներն են եկել Հայաստան նայել են ենթակառուցվածքները Նոայի, այն հույսով, որ Նոան է լինելու իրենց մրցակիցը, բայց հետո անակնկալ հաղթանակ այն տեսանկյունից, որ Նոան պետք է շրջանցել եւ պարտավոր է շրջանցել, դա լրիվ այլ հարց է։ Պետք է լիներ դա։ Ինչ է լինելու հետո ավելի շուտ կապահովեր իր տեղը լիգայի փոքր։ Մի փոքր ավելի հանգիստ կլինեին նյարդերը ակումբի ներկայացուցիչների եւ Նոայի երկրպագուների, բայց դա տեղի չունեցավ ամեն դեպքում Նոան շատ լուրջ ճանապարհ անցավ արդեն լիգայի պես ասում են ինչ լինում է լավի ուղղությամբ է լինում եւ Նոան ապացուցեց դա, որովհետեւ այդ պարտությունից հետո նրանք կարողացան շատ լավ դիմակայություն անցկացնել play-off փուլում Օլիմպիայի հետ եւ ապահովեցին իրենց տեղը լիգայի փուլում, իսկ դա արդեն պատմություն է, վատն է, լավն է, բայց դա մեր ակումբային ֆուտբոլի պատմությունն է, որովհետեւ Նոան կարողացավ դուրս գալ play-off առաջինը բոլոր հայկական ակումբներից։ Այո, դա իրոք նվաճում է, որովհետեւ մենք եթե այն ժամանակ մտածում ենք Եվրոպա լիգայի գոնե խմբային փուլ անցնելու մասին, հետո ստացվեց կոնֆերենցիոն լիգան, արդեն դրա ուղղությամբ ենք աշխատում, ստացվեց Ալաշկերտի մոտ, ստացվեց Փյունիկի մոտ, իդեպ Ալաշկերտն ու Փյունիկն էլ են մոտ եղել, ավելի մոտ եղել է Փյունիկը, երբ Շերիֆին 11 մետրանոցներով պարտվեց, իսկ Ալաշկերտը Ռեյնջերսի հետ էր, եթե չեմ սխալվում, մրցում Շոտլանդիայում եւ կասկածելի գոլ խփեց մրցակիցը ու այդ խաղում հաղթեց, հետո այստեղ չհաղթեց։ Մի խոսքով ունեցել են լավ հնարավորություններ հայկական ակումբները եւ կարծում եմ մյուս մրցաշրջանում չեմ ասի պարտավոր են, բայց պետք է Եվրոպա լիգայի փուլ անցնել, որովհետեւ դա արդեն կնշանակի մեկ քայլ առաջ ակումբային ֆուտբոլում, մենք անընդհատ պետք է մեկ քայլ առաջ գնանք փոքրիկ քայլերով, բայց պետք է առաջնալ ոչ թե դոփել նույն տեղում, բայց կրկնում եմ, քիչ առաջ էլ ասացի, վիճակահանությունից շատ բան է կախված։ Մեր արդեն այո, հիմնական հարցադրումը, երբ ակնկալենք գոնե Եվրոպա լիգայում մասնակից, երևի հասունացել է պահը, որովհետև կոնֆերենցիոն լիգայում բավականաչափ հաստատվել ենք արդեն, ճանապարհը բացեց Ալաշկերտը։ Բացասական փորձ ունենք թիկունքում։ Այո, եւ մի քանի մրցաշրջան լինելով կոնֆերենցիոն լիգայի փուլում ժամանակն է մեկ այլ ավելի բարձր կարգի Եվրագավաթում էլ հանդես գանք
հուսանք ու հուսանք, որ հաջորդ մրցաշրջանում մեր թիմերից մեկը ամենամեծ հնարավորությունը կունենա չեմպիոնը կարծում, որը ճանապարհը ավելի մեծ հնարավորություններ է տալիս։ Կարճ ճանապարհով կարող է գնալ։ Չեմպիոնի մասին հիմա չենք խոսում, որովհետև դա արդեն քննարկել ենք եւ հիմա ընդհանրապես պարզ չէ ինչ է լինելու, բայց եկանք ընդհանուր հայտարարի, որ հաջորդ մրցաշրջանը հենց այն բանը, երբ պետք է Եվրոպա լիգայում մենք ներկայացուցիչ ունենանք։ Եվ սա հետո մի քանի մրցաշրջան երբ եթե այնտեղ կարողանանք լինել, նոր կսկսենք մտածել կամ հա Play-off-ն է կարել։ Դե կամաց ենք առաջ գնում եւ սա այսպես ամանորյա մաղթանք կամ երազանք չէ, սա նպատակ է, չնայած ասում են ամանորյա երազանքները իրականանում են, հուսով եմ մենք կշարունակենք գնալ առաջ, իրականում եթե ուզում ենք ֆուտբոլ զարգացնել, առաջ փոքրիկ քայլերը թեկուզ շատ կարևոր են, նույն տեղում դոփելը միշտ վնաս է բերում ֆուտբոլին, այնպես որ ես չգիտեմ, հույս ունեմ, որ ինչ-որ բան կփոխվի ամեն դեպքում։ Ես եւս հույս ունեմ, բոլորս հույս ունենք, որ մոտ ապագայում ամենաբարձրակարգ եվրոպական ֆուտբոլը կտեսնենք նաեւ մեր երկրում։ Իսկ դուք շարունակեք հավատալ ձեր երազանքներին, ասում են դրանք մի օր անպայման իրականանում են։ Շնորհակալություն, որ ամբողջ ընթացքում Sport Ring-ի հետ էիք, մենք ձեզ հրաժեշտ ենք տալիս եւ թող ուրախ ու անհոգ տարի լինի ձեզ համար։ Ladies and gentlemen, welcome to the event of the evening. In the red corner, we have the football analyst with sharp insights and expert analysis, Edward Kalantarian. And in the blue corner, please welcome the brilliant and passionate football expert, Armen